Վաղ առավոտյան են իրավապահները ձերբակալել ՀՅԴ անդամ Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին։ Նրան ձերբակալել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության հիման վրա, նախընտրական շրջանում ընտրակաշարք բաժանելու եւ վերցնելու մեղադրանքով։ Այս բանը գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Փաստաբանի խոսքով հակակոռուպցիոն կոմիտեն դեռ հունիսին է քրեական վարույթ նախաձեռնել։ Դրա հիմքը դարձած ձայնագրությունը կոմիտեն հրապարակել է հունիսի 6-ին։ Փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը սակայն դեռ որևէ ձայնագրություն չի լսել։ Ձերբակալությունից հետո ներգրավման արդյունքում դեռևս մենք որևէ նյութի չենք տիրապետում, ձայնագրությունը հակակոռուպցիոն կոմիտեում չենք լսել, դրանք չեն տրամադրվել։ Եթե վարչականացնող մարմինը դրանք դատարանին ներկայացնի կամ դրանց ծնությունները ներկայացնի, ապա այդ ժամանակ արդեն ծանոթ կլինենք։ Այսօր շատերը Քրեական հետապնդումն ուղիղ կապ ունի Նախշքարյանի քաղաքական հայացքների հետ, համոզված է փաստաբանը։ Ցավոք սրտի Հայաստանում առաջին դեպքը չէ, որ անձը նման հետապնդման է ենթարկվում։ մենք թույլ չենք տալու։ Հռիփսիմե Գասպարյանի խոսքով իր պաշտպանյալը ոչ մի կապ չունի մեղսագրվող արարքին։ Մենք հաշ չենք լինելու այդ մտքի հետ, պայքարել ենք, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Գործին առնչվող մանրամասներ չի հայտնում փաստաբանը։ Քանի որ նաև կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, չեմ կարող ավելի մանրամասն տրամադրել տեղեկատվություն։ Դատարանի որոշմանն է սպասում Հռիփսիմե Գասպարյանը։ 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշի Նախշքարյանի խափանման միջոցը։ Որպես կանոն, այս հիմքով ձերբակալումների ժամանակ դեռևս շատ հատուկ են դեպքեր են լինում, որ տնային կալանքի կամ վարչական հսկողության մի շարժություն է ներկայացնում, որպես կանոն հենց կալանքի մի շարժություն են մուտքանում։ Առաջադրված մեղադրանքը չի խանգարելու, որ Նախշքարյանը շարունակի մշակութային եւ հասարակական գործունեությունը, վստահեցնում է փաստաբանը։ Արցախյան ազատամարտի մասնակից Նախշքարյանը համազգային հայ կրթական եւ մշակութային միության Գյումրիի գրասենյակի տնօրենն է։ Պարոն Նախշքարյանը չի ընկրկում եւ նման մեղադրանքների արդյունքում իհարկե նրա խոսքը չի կարող ճնշվել եւ որևէ այսպիսի ապօրինի հարաբերական հետապնդում չի կարող անձի ազատ արտահայտվելու իրավունքը կամ իր քաղաքական գործունեությունը դադարեցնի։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։